գաղափարների հենասյուն, մարդ, ով գիտի թե ինչպես նպատակները վերածել իրական, շոշափելի արդյունքի։ Նարեկ Կարապետյան, համեցեք պարոն Կարապետյան։ Սիրելի վետեցիներ, ողջունում եմ ձեզ։ Շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել եւ մասնակցում եք մեր փոփոխությունները բերող հավաքին։ Ձեր քաղաքայցելությունը դա մի փոփոխության շունչ է, որը դուք մի տարի հետո, 2 տարի հետո, 3 տարի հետո ձեր կյանքի վրա կզգաք։ Ինչ փոփոխություններ է լինում Հայաստանում։ Ինչի համար ենք այս ամբողջ կռիվը անում։ Մի քանի բանի համար։ Մենք չենք ուզում փոխենք երկրի առաջնորդին ու երկրի առաջնորդ կուսակցությանը մենակ նրա համար, որ նոր մի հատ առաջնորդ լինի ու մի քանի տարբեր նախարարներ։ Դա մեզ պետք չի, դրա կարիքը չունենք ու ռեալ դրա նպատակարարությունը չկա։ Մեզ պետք է ուրիշ բան։ Մեզ պետք է երկրի որակի փոփոխություն։ Մեզ պետք է, որ մեր երկրում իրական հարսանիքա լավ, գնանք առաջ, թե չեք ասեն բանի, հավաքի մասնակիցները բռնի ուժով չգիտեմ ինչ են արել։ Ինչ փոփոխություն ենք բերելու Հայաստանին մենք։ Ամենակարևոր փոփոխությունը, որ ուզում ենք բերենք մեր երկրին, դա որակական փոփոխությունն է։ 18 թվականին այս մարդը արեց հեղափոխություն, սիրուն խոսքեր ասեց ձեզ, բայց հեղափոխության արդյունքում մենակ իրանք հարստացան։ Հեղափոխության արդյունքում Հայաստանում աղքատության թիվը չիջավ։ Հեղափոխության արդյունքում մի փոքրիկ խմբակ սկսեց լավ ապրել։ Բայց մեր ժողովրդի նշանակալի մասը 650,000 մարդ հացի խնդիր ունի։ Ես չեմ ասում, իրենք են ասում, իրենց տվյալով։ Հայաստանում 1 միլիոն մարդ, եթե շորը ճղվի, նոր շոր չի կարող առնել։ Իրենք էլ գնացել ակադեմիական քաղաք են սարքում։ Այն դեպքում, երբ որ Երևանի կենտրոնում արդեն ունենք մենք գիտական, հրաշալի կենտրոններ, Երևանը պետական համալսարանը, պոլիտեխնիկ համալսարանը, այլ համալսարաններ, միլիարդավոր դոլարներ է ուզում ծախսի, իբր ակադեմիական քաղաք սարքի։ Ունենք սարկած, դու գնա գործարաններ կառուցի քո երկրի համար, գնա այնպես արա, որ գյուղացուց մթերքը վաճառք ունենա, ոչ թե գյուղացին հենց մթերքը ելնի, սկսի մտածել ոնց եմ վաճառելու։ Ինչով է զբաղվել մարդկանց կյանքով, ժողովուրդ էս իշխանությունը։ Մի քանի բանով։ Շատ է Facebook մտել, շատ է կոմենտներին պատասխանել, ցույց է տվել, որ կապի մեջ է, բայց որակական տենց չի կապի մեջը։ Մեր քաղաքները 8 տարվա ընթացքում պետք է հեղափոխական փոփոխություն ունենային։ Եվ այդ հեղափոխական փոփոխությունը մի բանի մեջ է։ Մոտեցումների փոփոխություն։ Երկին նոր մոտեցում է պետք։ Երկին տնտեսագետի մոտեցում է պետք։ Օրինակ նայեք, 8 տարվա ընթացքում մենք ունեցել ենք թոշակների անհամաչափ թանկացումների հետ չհամեմատված, թոշակները ցածր մակարդակի են։ Երկրում խանութներում դուք էլ կարող եք տեսնել, թե ինչ տարբերություն է տալիս թոշակը եւ խանութների գները։ Ինչն ավելի շատ արագ բարձրանում, խանութի գներն է շուտ բարձրանում, թե թոշակը, ժողովուրդ։ Խանութի գները, ինչն է պատճառը։ Հայաստանում մենք չենք արտադրում այս ապրանքները։ Ինչը գյուղացին է արտադրում, էժան է վաճառվում։ Ինչը չէ, թանկանում է։ Մեր երկրի պետք է մոտեցում, որ ամբողջությամբ մենք տեղական արտադրանքը զարգացնենք։ Մեր մեծ սերունդը դա արել է։ Թոշակները ընտրությունից 5 ամիս առաջ պետք է չբարձրանա։ Այն է 10,000 դրամով։ 10,000 դրամ, դու պատկերացնում եք, մեր ժողովուրդը ինչքան քիչ բան է ուզում։ 10,000 դրամ բարձրացելը մարդիկ շնորհակալ են։ Ուր ենք հասել։ Ինչ է պետք փոխելու համար։ Պետք է շեշտակի փոփոխություններ։ Ու շեշտակի երբ ասում ենք փոփոխություն, ուրիշ քաղաքական ուժեր եթե գային դա ասեին, կասեին դա քաղաքական ուժը գալիս ասում է։ Բայց մենք ներկայացնում ենք մի մարդու, ով հողի վրա դա արել է։ Մենք այստեղի ղեկավարները ամբողջ երկիրի տվել են իրենց կառավարման, երկիրը դանդաղ աճել է։ Այս մարդը մենակով Հայաստանից դուրս գալով
մի քանի հազար հայերով սարքել է տարածաշրջանի ամենամեծ ընկերությունը։ Իրենք եղած գործարանները քանդել են, ես մի մարդու չեմ ասում։ Ժառանգաբար սխալ կառավարման արդյունքում եղած գործարանները քանդել են, եղած գյուղատնտեսական համակարգը քանդվել է։ Երկրում որակական փոփոխություն չի եղել, դրա պատճառով մտնում ենք գյուղեր, վատ դուրս ենք գալիս։ Մարդկանց վիճակը տեսնելուց, այդ աշխատանքի տակ ճկռած մարդկանց։ Հիմա մարդը, որ չունենալով ամբողջ պետությունը այս մարդկանց ամեն սերունդ իշխանավորի տվել ենք։ Վերջում այդ ամբողջ պետությունից մնացել է փոքր գործարանները փակված, լավա գոնե այստեղ երկու գործարան մնացել է։ Համայնքներ կան, ընդհանրապես չկա, գործարանները փակված, աշխատատեղերը չկա։ Եղածն են քանդել, այս մարդը չեղածը սարքել է։ Անցած ճանապարհը պետք է համեմատեք։ Մենք բուկլետներ ունենք, որտեղ իր բարեգործություններն է։ Մեր ասած ի՞նչն է։ Նայեք մարդու անցած ճանապարհով։ Այստեղ իմ տեղը կարող է լիներ ուրիշ մարդ, ում ուժը չի արել էսի, ինչ որ ասեր, մարդիկ հիմք ունեին կասկածելու, բայց այս մարդը զրոյից էտի արել է, եղածները քանդել են, ինքը չեղածից սարքել է, հիմա պատկերացնում եք պետական ռեսուրսով ինչ անելու, Ջորջ Կանսա էսի, նենց չի ինչ որ բանի կարիք ունի, նենց չի ինչ որ գումարի կարիք ունի, գումարի կարիք ունեցողը աշխարհի Հայաստանը 113-րդ տնտեսությունն է, ժողովուրդ։ Այս մարդը Արաբական Միացյալ Էմիրություններում, Դաշնությունում, Հունաստանում, որոնք աշխարհի ամենահարուստ երկրներն են, այդտեղի ամենամեծ գործարաններից է։ Ինքը եթե հայրենասիրությունը չլներ, խի պետքա գար աշխարհի 113-րդ տնտեսություն։ Իր հայրենիքն է դրա համար գալիս է, տեսնում է, որ աղքատ երկիր է, դրա համար գալիս է։ Իրենք ղեկը վերցրել են, դանդաղ քշում են, բան արել, բրուշատկա է շարել, ասֆալտ արել, բրուշատկա է շարել։ Այդ ձեր ցավը տանեմ, ասֆալտը ինչ է, մի 10 անգամ, մի 2 անգամ ավել չանենք, Վրաստանը 2 անգամ ավել տարին ասֆալտ անում, ոչ մեկ դրա մասին չի խոսում, գիտեք խի, որտեղ այնքան ուրիշ բաներ է անում, որ ասֆալտի մասին մոռացել են այդ մարդիկ։ 2 անգամ շատ ասֆալտ անում, տեսել եք Վրաստանի վարչապետը ելնի ասի ասֆալտ եմ արել։ Վրացի կճամփեին մեկից, կասեն դու ասֆալտ անող չես այդտեղ։ Մենք կարող ասֆալտչիկ ենք ուզում մեզ, մեր խնդիրը ասֆալտչիկ ենք ընտրում, թե վարչապետ, ժողովուրդ։ Ոնց որ վարչապետ ենք ուզում։ Այդ փոփոխությունը իրար հետ պետք է բերենք։ Չնայած բոլոր բաներին, իմացեք, մեր հայրենակիցների դուք ինչ անում եք, ինչի համար պայքարում եք, ինչի մասին, որ մեր գաղափարների մասին խոսում եք մյուսների հետ, դուք մեր հայրենիքի համար եք խոսում, այս շանսը բաց չթողնելու համար եք խոսում։ Հիշում եք պատմության գրքերի մեջ, որ բացում ենք, ասում ենք, այ մարդ, այս պահ ոնց ուրիշ ձև չգնաց, որ մեր բախտը բերեր, այս պահ ոնց սենց չգնաց, որ մեր բախտը բերեր։ Հիմա այդ պահն է, բախտը կարա բերի։ Առաջի անգամ մարդ է գալու, որ արդեն հնարավորություն ունի, ով տանելու վրա չի նստելու, բերելու վրա է նստելու։ Կպնենք իրար էսի անեն, ժողովուրդ, մեծ բան է, շնորհակալ եմ, որ եկել եք։ Շնորհակալ ենք պարոն Կարապետյան, ոգևորիչ խոսքի, մեզ ուժ ներշնչելու եւ ավելի պատրաստական դարձնելու համար։ Սիրելի հայրենակիցներ, փոփոխությունը շատ մոտ է։ Փոփոխությունը գալու է ձեր փողոցներ, ձեր տուն, ձեր այգիներ եւ այդ փոփոխությունը բերելու է Սամվել Կարապետյանը։ Մարդ, ով երբեք չի դրժել իր խոսքը եւ իր խոսքը դարձրել է գործ եւ այսօր, սիրելի վեդեցիներ, ձեզ համար, ձեր առաջ տեսաուղերձով հանդես կգա Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը։
Ողջունում եմ Արարատյան դաշտավայրի աշխատասեր եւ ուժեղ ժողովրդին։ Շնորհակալ եմ, որ առաջին օրից կանգնած եք մեր կողքին, հանուն հայրենիքի փրկության։ Մեր նպատակն է, որ Արարատի մարզի յուրաքանչյուր բնակիչ իրեն զգա պաշտպանված, իսկ գյուղատնտեսությունը ստանա պետական լիակատար աջակցություն եւ դառնա եկամտաբեր։ Մենք թույլ չենք տա մեր սահմանների թուլացում, Արտաշատը, Արարատը, Մասիսը, Վեդին ու Երասխը պարտավոր են հաղթել չարին։ Մենք միասին տալու ենք այս չարի վերջը, վերջ չարիքին, վերջ վախին, վերջ աղքատությանը, ուժեղ Հայաստանը գալիս է։ Շնորհակալություն պարոն Կարապետյանին, սիրելի վեդեցիներ, ձեր տված բացառիկ էներգետիկան, ձեր համախմբվածությունը մեզ էլ ավելի վճռականություն է տալիս, որ առանց վարկյան անգամ վարանելու շարժվենք առաջ։ Միասին փոփոխություններ ենք բերելու, կառուցելու ենք ուժեղ Հայաստան եւ հիշեք, փոփոխության թիվն է համար 3։ Ունենալու ենք ինչ? Ուժեղ Հայաստան։ Հանրահավաքի սիրելի մասնակիցներ, մեր կամքը դրսևորելու եւ մեր համախմբվածությունը ցույց տալու համար հիմա քայլերթով շարժվենք առաջ։ Amigo,
Ալարում են արա։ All right.